Սիրելի աշակերտներ, այսօր ես ձեզ կներկայացնեմ մայիսյան հերոսամարտերի մասին պատմությունը։ Պատմություն, որը մեզ հնարավորություն տվեց ունենալ ներկայիս Արևելյան Հայաստանից փոքր հատվածը, որտեղ մենք միասին բնակվում ենք։ Մայիսյան հերոսամարտեր 1918 թվականի վագարանը թուրքերը ամբողջությամբ առաջին համաշխարհային պատերազմի շրջանակում գարավեցին Արևմտյան Հայաստանը եւ մեծ Երևանի այլունով չհագեցած թուրքական զորքերը շարժվեցին դեպի ներկայիս Արևելյան Հայաստանի ուղղությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինի գլխավորությամբ հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության շրջանակում ռուսական զորքերը եւ ամբողջ Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից։ Եվ Լենինի հրամանով ռուսական զորքերը Կովկասից շուրջ 200,000 դուրս եկան ռազմաճակատի կովկասյան հատվածից եւ հայկական կամավորական ջոկատները մնացին մենակ թուրքական զորքերի դեմ։ Ստեղծվեց հայկական կառավարության գլխավորությամբ ստեղծվեց առաջին մեր բանակային կորպուսը։ Առաջին բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Թոմաս Նազարեբեկյանը, այն որպես մարդ հանդիսացավ մեր հայկական զորքերի սպարապետը, գլխավոր հրամանատարը։ Նրա կազմում կազմում էին շուրջ 17,000 հայորդիներ, ամբողջ թիկունքային ստորաբաժանումների հետ միասին։ 18 թվականի գարնանը թուրքական զորքերը չհագենալով գրավելով Արևմտյան Հայաստանը եւ հայերի թափված այլունով չհագենալով իրենց զորքերը անցան հարձակման դեպի Արևելյան Հայաստանի ուղղությամբ։ Եվ 1918 թվականի մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլ քաղաքը։ Ռազմաճակատը Կովկասում ձգում է շուրջ 720 կիլոմետր ճակատով, Բաթումից մինչև Ուրմիա լիճ։ Հայկական զորքերը ռուսական զորքերի կողմից թողած գնդացիներ, փամփուշտներ, հրացաններ, ատրճանակներ եւ ռազմաավարի մնացած այլ պաշտոններ, հատկապես փամփուշտների տեսքով եւ դաշտային հետեւ եւ թնդամուտներով մեր զորքերը մնացին թուրքական զորքերի դեմ հանդիման։ Եվ ստեղծվեց հայկական առաջին բանակային կորպուսը, ինչպես ասացի, նշանակվեց գեներալ-լեյտենանտ Թոմաս Նազարեբեկյանը։ 18 թվականի մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, ջախջախեցին ազգաբնակչությանը, թալանեցին քաղաքը եւ շարժվեցին 3 ուղղությամբ։ Ձեզ ասեմ, որ թուրքական զորքերի ընդհանուր հրամանատարը, դաշտային բանակի հրամանատարը մարշալ Մեհմեդ Վեհի Փաշան էր, 29,000 զորքով շարժվեցին 3 ուղղությամբ։ Առաջին ուղղությունը Ալեքսանդրապոլ, Սարդարապատ, Վաղարշապատ, Երևան։ Այս ուղղության հրամանատարներ Յահուկ Շևքին շարժվում էր դեպի Երևանի ուղղությամբ Կովկասյան 36-րդ Դարդանելյան դիվիզիան, այն կոչվում է Գելիբորու, իսկ ինչու էր կոչվում Դարդանելյան, Դարդանելի ուղղություն անգլիական զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակի արդյունքում այն Գելիբորուից վերահանվեց որպես Դարդանելյան դիվիզիա։ Զորքերի հրամանատարն է Յահուկ Շևքին, թվականակը 10,000։ Նրանց դեմ հանդիման կանգնած էր մեր երևանյան խմբավորումը, քիչ անց ես կհասնեմ նրանց ուղղության հրամանատարներին։ Երկրորդ ուղղություն Ալեքսանդրապոլ, Համամլու, ներկայիս Սպիտակ քաղաքն է, Ղարաքիրիսա, ներկայիս Վանաձոր քաղաքը, այնուհետև Դիլիջան, Ղազախ եւ Գանձակ, նախկին Ելիզավետպոլ ուղղությամբ։ Հրամանատարը Ջավադ Փաշա, նրանց դիմաց կանգնած էր մեր լեգենդար հրամանատարներից մեկը դաշտային գնդապետ Ալեքսանդր Բեյ Մամիկոնյանը։ Եվ երրորդ ուղղությունը Ալեքսանդրապոլ, Համամլու, Բաշավարան, Աշտարակ եւ Երևան ուղղությամբ։ Կովկասյան 9-րդ դիվիզիան, թվականակը 9,000 հոգի։ Նրանց դիմաց կանգնած էր մեր լեգենդար հրամանատարներից Դարաստանման Կանայանը։ 1918 թվականի մայիսի 22-ի վաղ առավոտյան հայկական զորքերը անցնում են հարձակման։ Մինչ հարձակման անցնելը մեր զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Թոմաս Նազարեբեկյանը Երևանյան խմբավորման հրամանատար է նշանակում, ինչպես նաև ուղղությամբ դեպի Սարդարապատ հրամանատար է նշանակում գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին։ Այն պետք է Երևանը պաշտպաներ թուրքական հարձակումից, հարավ-արևելքից եւ հարավից։ Իր հերթին գեներալ-մայոր Սիլիկյանը Սարդարապատի ուղղության հրամանատար է նշանակում մեր նույնպես լեգենդար հրամանատարներից մեկին գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանին։ Մայիսի 22-ի առավոտյան գնդապետ Սիլինի զորքերը պաշտպանության ձախ թևում անցնում են հարձակման։ Քիչ անց նրանց միանում է նաև մեր գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանի զորախմբերը։ Ատանեսյանի եւ Պերեկրեստովի հրետանային կրակների միջոցով գնդապետ Քրիստոֆոր Արարատյանի, ինչպես նաև մեր հրաձգային ստորաբաժանումների հետ միասին, մերոնք հարձակվում են թուրքական զորքերի վրա եւ կարողանում են սեպացել հարձակումը հետ մղել։ Հուշկու կրակային հրետանային նախապատրաստությունից հետո կապիտան Խաչատրյանի, ինչպես նաև
Դոլուխանյանի ստորաբաժանումները կարողանում են համակցված համատեղ գործողությունների արդյունքում մահապարտներից հիմնականում ղարաբաղցիներից, բայց մահապարտների գունդ էր կոչվում այդպես, Պողոս Բեկ Փիրումյանի եղբոր, Դանիել Բեկ Փիրումյանի եղբոր, Պողոս Բեկ Փիրումյանի գլխավորությամբ կարողանում են շրջապատման մեջ վերցնել Գելիբոլու երկրորդ գումարտակը թվականակող շուրջ 500 հոգի եւ նրանց ոչնչացնել։ Թուրքերը այդ հատվածում դիմում են ոչ կանոնավոր փախուստի եւ դուրս են գալիս Սարդարապատից դեպի հյուսիսային հատված։ Մեր ստորաբաժանումները թույլ չտալով հակառակորդի վերախմբավորվել, ասում են հարձակման եւ համակցած գործողություններով կարողանում են գրավել աղին կայարանը հակառակորդին հետ շփրտելով։ Յաղուբ Շերկի ստորաբաժանումները տալով շուրջ 4000 հոգի սպանված եւ վիրավոր Մայիսի 28-ին նահանջում են դեպի Ալեքսանդրապոլ, այսինքն այն քաղաք, որտեղից նրանք մուտք են գործել եւ շարունակել են իրենց ուղղությունները։ Այս կանը Սարդարապատի ճակատամարտի մասին։ Կան հարցեր։ Հաջորդ մեր ճակատամարտը Բաշապարանն է։ Բաշապարանի ուղղությամբ, ինչպես ասացի, շարժվեցին նրանք Ալեքսանդրապոլ, Համամլուք, Բաշապարան եւ շարունակությամբ պետք է գային մինչեւ Աշտարակ եւ Երևան։ Թուրքական զորքերի հրամանատարն էր Փերսիլիմօղլու Համդի Բեյը։ Կովկասյան 9-րդ դիվիզիա թվականակը 9000 հոգի, հայկական զորքերը 6000 զինվոր ժողովրդական աշխարհազորի հետ միասին։ Հայկական զորքերի հրամանատարն էր Դարաստամատ Կանայանը։ Այն տևեց մայիսի 22-ից մինչև մայիսի 29-ը։ Քանի որ թուրքական ստորաբաժանումները գրավել են Բաշապարանի հատվածի հիմնականում գլխավոր սարային հատվածները, բլերային հատվածները եւ նրանց պաշտպանության կամ հարձակման ուղղությունը բավականին թակավորող էր, մեր զորքերին հնարավորություն չկար հարձակվել բլուրների կամ սարի վրա գտնվող արդեն իսկ պաշտպանության անցած դիրքային պաշտպանության անցած թուրքական ստորաբաժանումներին, ելնելով ծանր իրավիճակից, Դարաստամատ Կանայանը որոշում է կայացնում եւ ստեղծում է 700 հոկանոց հեծելազոր Կարարկովի, Զեմլյակի, Սակելյանի եւ Ջահանգիր աղայի գլխավորությամբ։ Հայկական ստորաբաժանումները ստանում են հրաման ճակատային հարվածով ստիպել թուրքական ստորաբաժանումներին բարձրադիր հատվածներից նահանջել դեպի ներքև դաշտային հատվածներ, որտեղ հնարավորություն էր լինում Դարաստամատ Կանայանի համար հեծելազորային ստորաբաժանումները արագընթաց միավոր մարտական գործողությունների մեջ մտցնելու համար։ Եվ դա Դարաստամատ Կանայանի կողմից ստացվում է։ Հայկական զորքերը ճնշումով ստիպում են թուրքական զորքերին իջնել դեպի արտավայրեր, այնուհետև հայկական 700 հոկանոց հեծելազորը մտնում է մարտի մեջ եւ նրանց պետք են շփրտում մինչև Բաշապարանի, մինչև Ապարանի հատվածներ։ 1918 թվականի մայիսի 26-ին Խզնավության ջոկատը համագործակցելով մեր մնացած հայկական ստորաբաժանումների հետ կարողանում են աճ թևում գրոյի անցնել, դուրս գալ հակառակորդի թիկուն, կստուկելու, ստիպելու նրանց նահանջելու դեպի Միրակ գյուղ եւ նույն մայիսի 27-ին մերոն հետապնդելով հակառակորդին, թույլ չտալով նրանց վերախմբավորվել, մերոն թուրքերին հետ շփրտելուց հետո գրավում են Միրակ հայկական գյուղը։ Դրանից հետո եւս տեղի են ունենում կարճատև մարտեր, թուրքերը փորձում են հարձակումով վերադարձնել, կատարում է վերախմբավորում, բայց հայկական կողմի հրաձգային ստորաբաժանումների, ինչպես նաեւ հեծելազորի կամային որակների վճռական գործողությունների արդյունքում թուրքերը մատնում են անհաջողությամբ եւ նրանք լքում են ռազմի եւ նույնպես շարժվում դեպի Ալեքսանդրապոլ։ Մայիսի 29-ի առավոտյան հայկական ստորաբաժանումները ամբողջությամբ հաստատագրում են տվյալ հատվածը։ Հաջորդ մեր գործողությունը, որտեղ թուրքական զորքերը Կովկասյան 11-րդ դիվիզիան գլխավորությամբ Ջավադ Փաշայի, Փաշա գեներալը նշանակում, Ալեքսանդրապոլ, Համամլու, այնուհետև պետքական Ղարաքիլիսա, այնուհետև պետքա գնային Դիլիջան, Ղազախ եւ Գանձակ նախին Ելիսավետպոլ ուղղությամբ։ Թուրքերը սկսում են արդեն հասնել հարձակման։ Հայկական զորքերը 6000 հոգի, թուրքական զորքերը 10000 հոգի։ Թուրքերը ստանալով բազմաթիվ վճռական հարվածներ մեր կողմից, բազմիցս նահանջում են դեպի Համամլու, կարողանում են ուժերի գերակշռության հաշվին կատարել վերախմբավորում եւ նորից էլի հասնել հարձակման։ Քանի որ ուժերը անհավասար էին, թեպետ դա բավականին հզոր մարտնջում է մերոնցից շատերը կային այնտեղ Գարեգին Նեժդենն էր, շտաբ կապիտան Խաչատրյանը հրետանավորներից, նրանք համագործակցված գործողություններով կարողանում են թուրքերին հետ շփոթել, բայց քանի որ ուժերը անհավասար էին, մերոնք տալիս են մոտավորապես 2000 սպանված եւ վիրավոր, ստիպված թուրքական զորքերի ուժերի ճնշման ներքո նահանջում են դեպի Դսեր գյուղի, Դիլիջան Դսեր գյուղի ուղղությամբ։ Եվ թուրքերը կարողանում են մեկ տեղ հասնել հաջողության եւ գրավել Ղարաքիլիսա քաղաքը, սակայն ընդանուր ռազմի դաշտում թուրքերը կրել էին արդեն իսկ պարտություն, բայց
Հետագայում թուրքական զորքերի դաշտային բանակի հրամանատար մարշալ Մեմեդ Վեհիբը հայկական ուժերի հետ մարտական գործողությունների արդյունքում տպավորված լինելով հայ զինվորների վճռական ոգաշունչ պայքարով խոստովանել եւ ասել է հայերի Ղարաքիլից հետո հայերի միայն փամփուշտների եւ արկերի վերջանալը ստիպեց նրանց դատարեցնել կռիվը եւ նահանջել։ Այնուհետեւ ավելացնում է Ղարաքիլից հետո հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի ամենալավագույն զինվորները։ Միակ տեղը պարտություն կրելով, բայց մնացած հատվածները միակ տեղը հաղթանակ տանելով, բայց մնացած հատվածներում տանելով վճռական հաղթանակ, թուրքական զորքերի հրամանատարը հասկացավ, որ նրանք ուժերը ջլատված են, ինք այլևս չունի ռազմավարական հաջողության հասնելու հնարավորություն, նրանց զորքերը նահանջեցին դեպի հայ-թուրքական սահման։ Հայերը տարան հզորագույն հաղթանակ եւ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը ներկայիս փոքր արևելյան շուրջ 30,000 քառակուսի կիլոմետրի վրա իրավունք ունի լինել անկախ եւ ազատ հանրապետություն։ Այնուհետեւ հայկական զորքերից կազմավորվեց նոր բանակ, Արտենիս բանակ։ 1918-ից 20 թվականների ժամանակահատվածում հայկական բանակում ծառայում էին շուրջ 20 գեներալ, 60 գնդապետ եւ 2000 եւ ավելի սպաներ, տապեր կոչումների։ 1916 թվականին հայկական կողմն ուներ 20,000 զոհ, 18 թվականին, 19 թվականին 40,000, 20 թվականին արդեն 40,000 բանակ։ Այդ ժամանակահատվածում 18-ից 20 թվականների ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունը, որ ստեղծվեց, ունեցավ 4 ռազմական նախարարներ։ Առաջին ռազմական նախարար, այն ժամանակ այդպես է կոչվել, չի կոչվել պաշտպանության, կոչվել է ռազմական նախարար։ Ռազմական նախարարներն են եղել Հովհաննես Հաֆեդյան, Քրիստոֆոր Արարատյան, Ռուբեն Տերմինասյան եւ Դրաստամատ Կանայան, կներեք պայտակ մտքիցս դուրս եկավ։ Այդ 4 ռազմական նախարարները։ Պատերազմի արդյունքում թուրքերի նահանջի դեպքում մեր ձեռքը մնացին բավականին մեծ ռազմավարներ։ Բացի դրանից հայկական ուժերը 1920 թվականին ստեղծեցին Սևանա լճում, ունեցան արդեն ռազմական նավատորմիղ, ռազմական նավատորմը ամենագլխավոր նավը հարձակվող Աշոտ Երկաթ էր կոչվում, այնուհետև մերոնք ստեղծեցին նաև ավիացիոն ջոկատներ, սպառազինված էին հիմնականում հրացանով Մոսին, գնդացինով Մաքսիմ, Կոյլ, Լյուիս, իսկ ավիացիոն ունեն Մորան, Նյուպորտ, Վազեն տիպի ինքնաթիռներ։ Այնուհետև հայկական կողմը 1920 թվականին Ֆրանսիայից գնեց ևս 2 ռազմական օտանավ, այսինքն 20 թվականին հայկական կողմը ունեցավ բավականին մեծ ձևավորված բանակ։ Եվ 20 թվականի վերջին արդեն Հայաստանի առաջին հանրապետությունը մտավ սովետական միության կազմի մեջ, խորհրդայնացվեց, սովետականացվեց եւ դրանով ստեղծվեց անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ, ինչպես ասում են, շունչը, հայկական նոր կառավարությունը արդեն ԽՍՀՄ կազմում։ Ահա ես ավարտեցի Մայիսյան հերոսամարտերի պատմությունը երեկողություններով, որոնց մեր հերոսների հերոսական պայքարի արդյունքում մենք կրեցինք հաղթանակ թուրքերի դիմաց եւ նրանց հետ Արաքս գետը դարձավ որպես պետական սահման։